Այստեղ ավելի սիրուն կլինի ուշ աշնանը, մեկ էլ վանը, ուշ գարնանը, մեկ էլ վաղ աշնանը։ Ծառերը վանարել են, հայ տերևներն են, համարած, դե բաբարանը վանա, զով ավելի շը։ Միջալուց երեք գնացել էինք Աշոտք, Աշոտքում էլ էր, շատ լավ եղանակ էր, արև էր, բայց ցուրտը կար, հետարքիր, լավ էին, դե բայց թե ժամներ, թե ինչ, պասիվ էին էլի, քայլում էինք, մի հատ, այսպես ենք գնում, մի հատ մորակույր հանդիպեց, խոսեցինք, ասում մենք ստեղ մի հատ բան ունենք, թաղամաս ունենք, կոչվում է կոճոր, բայց սարի, սարի թաղամաս է կոչվում, հետ էլ իրանց սարի թաղներ էլ, ասում դուք գիտեք, որ մենք 37 տարի ապրում ենք Փայտյա դոմիկների մեջ, ժամանակին 89 թվականին երկրաշարժից հետո Ճումենստրոյն է կառուցել, այսինքն որ ամբողջ սովետական միությունը եկել էր ու աղետի գոտում բաներ էր կառուցում, չէ՞։ Այդ ժամանակվան, հայ։ Ասեցինք եկեք գնանք տեսնենք, ու բարձացանք երկար հոտի ճանապարհ էր, գնացինք, մենք երեք նկարահանել ենք, ես տես բան չեմ տեսել։ Այդ Փայտյա տնակներ ու տես մեծ թաղամաս։ Մի մեծ թաղամաս, 37 տարի։ Նույնիսկ հետո մարդկանց սեփականության վկայականներ են տվել, գազաֆիկացրել են, բայց պայմանները որ նայում ես, չէ՞։ Մեր եկանք մեր հերոսների մոտ։ Այս Քարոզ արշավի շրջանակներում հələ պետության ղեկավարի խոսքը մեկ էլ մեր հերոսների աչքերի արտահայտությունը, ոնց ինչ-որ մեծ դիզոնանս է տալիս։ Մենք ինչ ենք, ուր ենք, որտեղից ենք եկել ու այսօր մի այնպիսի իշխանության ենք արժանացել, որ ընդհանրապես արժեքային մի հատ մեծ դիզոնանսի մեջ ենք։ Պատկերացնում եք։ Հələ մի հատ նայեք, ամեն մեկի հայացքը աչքերի մեջ մի մեծ աշխարհ է։ Իսկ սա ասում է Ղարաբաղյան պայքարը մեզ պետք չէր, Ղարաբաղ, Արցախ էլ չի ֆռում բանա ասի, էլի, լեզուն ասի։ Սա դա մի մեծ խաբկանք էր, դա մերը չէր, ով է ասում, որ Ղարաբաղը մերն էր, ով է ասում, որ մենք 5000 զոհ ենք տվել, ով է դրա պատասխանատուն։ Պատկերացնում եք։ Այս Քարոզ արշավի մեխը նրանում է, որ մարդը հստակ բացահայտում է իր դեմքը, իր կերպարը։ Մեզ մնում է ուղղակի ժողովուրդ ջան, հավաքվենք բոլորով, գնանք, ասենք այն ինչ որ մտածում ենք իր մասին։ Մեր քվեով։ Մի հատ խնդրում եմ ցույց տվեք, հələ մի հատ նկարները նայեք, ամեն մեկի աչքը, դեմքի արտահայտությունը, մի մեծ աշխարհ, մի մեծ իմաստություն։ Կյանք ապրելու մի մեծ բան, բայց կյանքը տվել են հայրենիքի համար։ Ինձ թվում է շատ դեպքերում, որ իրանք մեզանից ավելի երջանիկ են։ Իրենք չեն տեսել, թե 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո ինչա տեղի ունեցել Հայաստանի։ Աստված իրանց ավելի շատ է սիրում, քան մեզ։ Ու որովհետև մենք չենք կարողանում փոխենք իրականությունը։ Ու սա մի մեծ փորձություն է բոլորիս համար։ Մենք պետք է անպայման գնանք ու իշխանափոխություն անենք։ Սա անհնարին է։